Օդային կատաղի մարտեր են ընթանում Ռուսաստանի ու Ուկրաինայի տարածքներում։ Մոսկվայի մարզի վրա ուկրաինական անօդաչուի գրոհի հետևանքով Իստրա քաղաքում 3 մարդ է զոհվել, 5-ը վիրավորվել։ Քաղաքում 5 տուն է հրդեհվել, հայտնել է մարզպետ Անդրեյ Որոբյովը։ Նրա խոսքով ռուսական հոպուժերը գիշերը Մոսկվայի մարզի ուղղությամբ 81 անօդաչու են խոցել։ Մոսկվայի մարզի այլ բնակավայրեր նույնպես ինտենսիվ դրոնային հարձակման են ենթարկվել։ Սոլնեչնոգորսկ քաղաքում Ուկրաինայի անօդաչու թռչող սարքը հարվածել է բազմահարկ շենքի, վնասելով պատուհանները, 2 մարդ է տուժել։ Բաբկինո գյուղում ու Մոժայսկ քաղաքում տներ ու շենքեր են վնասվել, տուժածներ չկան ըստ պաշտոնական աղբյուրների։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռուսական բանակը գիշերը հարվածներ է հասցրել Օդեսայի մարզի Չորնոմորսկ քաղաքի նավահանգստային օբյեկտներին։ Ըստ ռուսական կողմի, Կիևը դրանք օգտագործում է ռազմական բեռների տեղափոխման ու վառելիքի պահեստավորման համար։ Ուկրաինական կողմը հաստատել է, որ Ռուսաստանը անօդաչու թռչող սարքերով հարձակումներ է սկսել Օդեսայի ուղղությամբ։ Օդեսայի քաղաքային իշխանության խոսքով տրանսպորտային ենթակառուցվածքներն են վնասվել։ Տեղական տելեգրամ ալիքները գրում են, որ ռուսական անօդաչու թռչող սարքերի հարվածներից տասնյակ մեքենաներ են այրվել։ Օդեսայի ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակի խոսքով հարձակման հետևանքով վիրավորվել է 3 տղամարդ։ Ուկրաինսկա Պրավդան հայտնում է, որ Զապորոժիեի եւ Չեռնիգովի մարզերն էլ են ռուսական ուժերի հարձակման տակ եղել։ Չեռնիգովի մարզում առանց էլեկտրաէներգիայի է մնացել գրեթե 70,000 բնակիչ։ Զապորոժիեի մարզպետի տվյալով 2 մարդ վիրավորվել է ռուսական ուժերի հարձակումից։ Ռուսական բանակի հարվածների ֆոնին Ուկրաինայի դաշնակիցներն այսօր պատրաստվում են հանդիպել Փարիզում, քննարկելու դաշնության վրա ճնշումներն ավելացնելու հնարավորությունը։ Շատ քաղաքագետների կարծիքով արևմտյան դաշնակիցները կփորձեն Ուկրաինայի համար ավելի շատ օդային պաշտպանության պարտավորություններ ստանձնել, քանի որ հոբ համակարգերի պակասը խոցելի է դարձնում Կիևին։ Մարիամ Ամերջանյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։